Բարև ձեզ, CVK-ի եթերում զրուցելու են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խանդանյան։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Պարոն Խանդանյան, ինչպես գիտենք, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը իր գործընկերոջ հետ ստորագրեց TRIP-ի, այսպես ասած, շրջանակը, որով հստակեցվում է, թե ինչպիսին պետք է լինեն պայմանները, որով աշխատելու է TRIP ուղին ընդհանրապես այդ ծրագիրը, եւ քննադատություններ սկսվեցին այն առումով, որ պարոն Խանդանյան փոխադարձություն չկա ըստ էության, որովհետև օրինակ նույն կերպ Ադրբեջանի տարածքով հայկական բեռները եւ ուղևորները չեն կարողանալու անցնել Ադրբեջան, այսինքն ապաշրջապատում չի լինելու։ Դա փաստաթուղթ է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի տարածքով Նախիջևանի միացնելու մասին եւ վերջ։ Ինչպես կմեկնաբանեք։ Նախ այդ փաստաթղթի մեջ ինքնին դա բոլոր հարցերի պատասխանները տրվում են, որ հակադարձելով առաջ այդ վերջին ձեր ասացին, որ սա միայն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ուղի է, ոչ սա միջազգային բեռնափոխադրումներ եւ ուղղափոխադրումներ ապահովող ուղի է լինելու, սա ներպետական Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ նաեւ միջպետական, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ ապահովող ենթակառուցվածք է լինելու եւ ոչ միայն երկաթուղու եւ ճանապարհի մասին է խոսքը, այլ նաեւ այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված։ Ինչ վերաբերում է փոխադարձության, նախ այս փաստաթուղթը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների այս ծրագրի շրջանակում հարաբերությունների եւ պայմանավորվածությունների մասին է եւ տրամաբանական չէր լինի, որ այդ փաստաթղթում ներառվային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուրեմն կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Այստեղ քննարկվում է, թե Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ինչպես է պայմանավորում ստեղծել եւ իրագործել TRIP նախագիծը։ Եվ մենք տարբեր քննարկումների եւ բանակցությունների արդյունքում եկել ենք որոշակի մոդելի, այնտեղ մանրամասն այդ մոդելը նկարագրվում է, իսկ ինչ վերաբերում է Հայաստանից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներին, ուղևորափոխադրումներին եւ մյուս անցումներին, դա արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խոսակցություն է, Հայաստանը եւ Ադրբեջանը օգոստոսի 7-ին Վաշինգտոնում խաղաղության հռչակագրում պայմանավորվել են, որ փոխադարձություն սկզբունքը հարգելու են այս հարաբերություններում եւ երբ որ արդեն գործնական փուլ մտնի այս նախագծի իրագործումը, նաեւ գործնական փուլ կմտնի այդ խոսակցությունները եւ մենք կտեսնենք, թե Ադրբեջանը ինչպես է նույն օգուտները, որը Հայաստանից ստանալու է դեպի Նախիջևան անցումով եւ դեպի աշխարհ անցումով, ինչպես են հայկական ապրանքներ տեղափոխող գնացքները եւ մեքենաները ստանալու այդ օգուտները, այստեղ կարող է տարիֆների վերաբերյալ խոսակցություն լինի, այստեղ կարող է լինել խոսակցություն այդ էլեկտրոնային կառավարման տարբեր մաքսային եւ սահմանային անցման եղանակների մասին եւ շատ տրամաբանական է, որ այդտեղ փոխադարձություն լինի, որովհետեւ այս նախագծի ամենաառանցքային բնութագրիչներից մեկն այն է, որ այն ապահովելու է արագ, արդյունավետ փոխադրումներ, առանց քիչ բյուրոկրատիայի եւ խոչընդոտների եւ տրամաբանական չի լինի, որ Ադրբեջանը սեփական տարածքում խոչընդոտներ եւ ինչ որ բյուրոկրատական քաշքշուկներ ստեղծի Հայաստանի կամ այլ երկրներից եկող բեռների համար, որովհետեւ բոլորը շահագրգռված են, որ սա արագ լինի, արդյունավետ լինի եւ իր տարածքով արագ եւ շատ բեռներ անցնեն։ Պարոն Խանդանյան, երբ օրինակ է բերվում, որ քննադատվում է, որ ապաշրջապատումը ըստ էության տեղի չի ունենալու եւ միայն Ադրբեջանը Նախիջևանի կապող ուղի է սա ու օրինակ է բերվում արդեն իսկ երկաթուղով Հայաստան մտնող բեռները, ասում են սա ժամանակավոր բնույթ է կրում, Ադրբեջանը երբ ուզի կարող է փակել։ Իհարկե անտրամաբանական է այդ փաստարկը, որովհետև եթե ինչու է այդ դեպքում բացել Ադրբեջանը, այսինքն որն է դրա նպատակը, Ադրբեջանը եւս օգուտներ է ստանում, որտեղ մենք գնում ենք Հայաստանի տնտեսվարողները գնում են ադրբեջանական բենզին, ցորենը, որը անցնում է Ադրբեջանի տարածքով, որոշակի տնտեսական օգուտներ է բերում Ադրբեջանին եւ նաեւ հակառակ ուղղությամբ, երբ որ Հայաստանից արդեն սկսեն ապրանքներ տարանցել եւ արդեն սկսվել է նման խոսակցություններ, նման բանակցություններ տնտեսվարողների միջեւ, բնական է, որ Ադրբեջանը օգուտներ է քաղելու դրանից։ Ես կարծում եմ, որ այդ քննադատություններ անողները շատ ուշացել են process-ներից, չեն հետևում, թե աշխարհում ինչ է կատարվում եւ ինչ ակնկալիքներ ունեն պետությունները իրարից ու ես տրամաբանական չեմ հատկապես այն պայմաններում, երբ որ Ադրբեջանը օրինակ իր երկաթուղիները բավականին մեծ ցանց է արդեն կառուցել եւ հասցրել ընդհանուր մինչեւ Հայաստանի սահման եւ ըստ էության շատ բան չի մնալու անել, երբ որ TRIP-ի
ծրագրում երկաթուղին կառուցվի, միացվի հայկական երկաթուղուն, ես ուղղակի տրամաբանությունը չեմ տեսնում փակելու դա։ Անցնենք մեր ձևով շարժման, ապա քաղաքական կամավորական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի տեսլականին թրիփի հետ կապված, երբ հարցազրույցի ընթացքում իր վերջին ասաց, որ միայն Միացյալ Նահանգների միջնորդությամբ կամ ներկայությամբ, վկայությամբ փաստաթուղթը ստորագրել է նկատի ունի խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը, դա Հայաստանի համար նոր ռիսկեր է պարունակում եւ պետք է այս ծրագրի մեջ ներառել նաեւ Ռուսաստանին, Չինաստանին, ինչու ոչ տարածաշրջանային երկրներից Իրանին եւ Եվրոմիությանը, որպեսզի կոմպլեքս պետություններ, բազմաթիվ պետություններ խաղաղության երաշխիքը ապահովեն, այս երաշխիքը ապահովեն, որովհետեւ տեսել ենք, թե մեկ երաշխավորի դեպքում ինչ դեր է կարող ունենալ Արցախի օրինակը վառ վկայություն։ Եթե այդ բոլոր ուժերը նշված նստեին մեկ սեղանի շուրջ որևէ գաղափարի շուրջ, ապա աշխարհում այսօր որևէ հակամարտություն չէր լինի, տարբերվող կարծիքներ չէր լինի, Ուկրաինայում խաղաղություն կլիներ, Գազայում խաղաղություն կլիներ, բոլորը կլինեին ուրախ եւ երջանիկ եւ խնդիրներ չէին լինի։ Աշխարհակարգը փլուզված չէր։ Այո, բայց ցավոք սրտի տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն եւ այդ շահերը մրցակցում են եւ հակամարտության մեջ են եւ նաեւ փորձը ցույց տվեց, որ օրինակ Ղարաբաղյան հակամարտության այդ միջնորդ 3 կողմերը եւս չկարողացան սեղանի շուրջ նստել եւ նույնիսկ այս հարցում չկարողացան որևէ հանգուցալուծման գալ։ Մինսկի խումբը նկատի ունեմ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին։ Եվ պետքա իրողությունների հետ առերեսվել։ Չի կարելի այդ 6-րդ դասարանի բառապաշարով խոսել միջազգային հարաբերություններից եւ արտաքին քաղաքականությունից կամ այդ անեկդոտերների մակարդակով, հա, ռուսը, թուրքը, վրացի նստեցին ինքնաթիռ ու գնա։ Այդպես տեղի չի ունենում։ Միջազգային հարաբերությունները մի քիչ ավելի բարդ եւ հատկապես վերջին շրջանում արագ զարգացող երևույթ է, ու այդտեղ պետք է իրողություններին նայել։ Ինչ վերաբերում է թրիփին եւ թրիփում այլ կողմերի մասնակցության եւ երաշխավորների ինստիտուտի մասին տենց անընդհատ խոսվում է մեր ընդդիմության կողմից եւ ակնհայտ է, որ փորձը եւ մեր սեփական փորձը ցույց է տվել, որ երաշխավորի ինստիտուտը չաշխատող ինստիտուտ է։ Նաեւ այլ հակամարտությունների փորձը եւս ցույց է տվել, օրինակ Ուկրաինայի փորձը, որ Ուկրաինայում երաշխավորները մի քանիսն էին, ինչպես ուզում են Նարեկ Կարապետյանը։ Եվ տվյալ պարագայում մենք պետքա իրողություններին նայենք եւ հասկանանք, թե ինչպես եւ հասկանայինք, որ արդեն հասկացել ենք, բայց իրենք դեռ չեն հասկացել, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ։ Միացյալ Նահանգները որևէ կերպ երաշխավոր չէ այս նախագծի։ Միացյալ Նահանգները TRIP նախագծի կողմ է եւ այս տեսանկյունից պետք է այս հարցին նաեւ որոշակի բիզնես տրամաբանությամբ մոտենալ, որովհետեւ սա Հայաստանի կառավարության, Միացյալ Նահանգների կառավարության միջև որ գործարք է, որը տնտեսական օգուտներ է բերելու երկու պետություններին ու անվտանգային կոմպոնենտ չի պարունակում այս նախագիծը եւ այդ պարագայում ես չեմ հասկանում թե ինչու պիտի նախագծում ներառվեն նաեւ այլ ուժային կենտրոններ իրենց անվտանգային կամ այլ ներկայությամբ։ Ինչ վերաբերում է այդ բիզնեսին մասնակցությանը, եթե այլ երկրներ կամ այլ երկրներում գործող կազմակերպություններ ցանկություն հայտնեն որևէ կերպ մասնակցեն, ապա Հայաստանի Միացյալ Նահանգները որպես բիզնեսի տերեր պետք է կոնսենսուսով որոշում կայացնել, թե այս կամ այն ընկերությունը կամ այս կամ պետությունը կարող է այդտեղ որևէ ներկայություն ունենալ եւ շրջափակվում է տարածաշրջանը, խաղաղություն է հաստատվել, ապա շրջափակվում է տարածաշրջանը, խաղաղություն է հաստատվել եւ պետք է մեր ընդդիմադիր ուժերը նոր հին սկսնակ հաշվի առնեն այս իրողությունը, հաշվի նստեն այս իրողության հետ եւ փորձեն այդ ելակետից առաջ շարժվել, որովհետև այդ խոսույթը, երբ որ ասում են բերեք բան անենք, բոլորին բերենք, բացի մեր երկու հարևաններից, հա, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բացարձակ հարաբերություններ ունենալու, համագործակցելու որևէ տեսլական չունեն։ Դա նշանակում է մեզ ուզում են հետ տանել կոնֆլիկտի շրջափուլ։ Դա նշանակում է մեզ հետ տանել պատերազմի շրջափուլ եւ որը ինչպես ցանկացած պատերազմ ջարդոփշուր կանի իրենց այդ շատ փառահեղ տնտեսական զարգացման կոնցեպտը։ Եվ խաղաղության այլընտրանքը, որ ներկայացնում իբրև խաղաղության այլընտրանք, ասում են արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Այդ արժանապատիվ խաղաղությունն էլ է կենաց։ Խաղաղությունը փոխադարձ շահերի իման վրա համակեցությունն է։
Պարոն Խանդանյան, դուք տեսեք նշում եք, որ Մինսկի խմբի օրինակն եք բերում, որ հնարավոր չեղավ այդ երեք երկրներին մի սեղանի շուրջ նստեցնել եւ այլ կոնֆլիկտներում եւս դա դեռ հնարավոր չի, օրինակ Ուկրաինայում եւ այլն, բայց պարոն Նարեկ Կարապետյանը ասում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգիռ է Իրանը, շահագրգիռ է Ռուսաստանը, շահագրգիռ է Միացյալ Նահանգները, շահագրգիռ է անգամ Չինաստանը, որովհետեւ ուղղություններ ունի թուրքախոս եւ Թուրքիայի հետ ինչ-որ այդպիսի հակամարտություն ունի այդ իմաստով, հետեւաբար նա նույնպես շահագրգռված է Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, հետեւաբար այդ շահերը կարող են համադրել այստեղ եւ այդ բոլոր ուժային կենտրոններին Չինաստան, Իրան, Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ բերել եւ դարձնել TPP կամ ախաղության պայմանագրի երաշխավոր։ Մեր գլխավոր ինչ է խնդիրն է, մեր գլխավոր նպատակն է, որին մենք հասել ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչեն եւ դրանով շահագրգռված լինեն Վրաստանը, Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը այդ 4 պետությունների արանքում է։ Մեր 29743 կիլոմետրը այս 4 պետությունների արանքում է եւ մենք Վրաստանի հետ չունենք այդ առումով որևէ խնդիր, Իրանը իսկապես բազմաթիվ անգամներ այդ մասին հայտնել է եւ Թուրքիան եւս որևէ երբևէ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ մարտահրավեր չի նետել, Հայաստանը առաջինն է ճանաչել այդ պետությունը եւ այլն։ Իսկ Ադրբեջանի հետ ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որտեղ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես եւ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այստեղ ամբողջ հարցի մեր խնդիրների լուծման ամբողջ բանալին ու մեխը մենք չենք կարող խաղալ մեր հարևանների այլ երկրների հետ ունեցած էթնիկական, կրոնական, տարածքային, տնտեսական խնդիրների վրա դրանով փորձել ինչ-որ օգուտներ քաղել, որովհետև մենք մեր հարևաններով ենք շրջապատված ու պետք է լեզու գտնենք մեր հարևանների հետ։ Առաջ գնանք եւս մեկ պնդման կամ թեզի պետք է անդրադառնամ պարոն Կարապետյանի հապկի մասին հարցին, արդյոք իրենց ընտրվելու դեպքում ինչ են անելու հապկի հետ ապասարեցնելու են հարաբերությունները, թե չգիտեմ դուրս են գալու օրինակ այդ միությունից, պարոն Կարապետյանը ուղիղ մեջ բերեմ, ասում է Հայաստանի նոր առաջնորդը, որը պետք է լինի ավելի ուժեղ, պետք է վերահաստատի իր դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային մեր դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր հարցը, որը բաց է մնացել։ Նոր առաջնորդը պետք է առաջին իսկ քայլից մեկը վերահաստատի հապկի էֆեկտիվությունը, տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում։ Բանակցություններով իրենք պետք է ցույց տան մեր հարևան երկրին, որ օտարերկրյա անեքսիան անընդունելի է, միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի հապկին որպես դաշնակից։ Դիվանագիտական ռեսուրսները բավարար են դրա համար, պետք է դիվանագիտական ջանքեր, եթե կուզեք ճնշում գործադրեն, որպեսզի Ադրբեջանը ազատի հայկական սուվերեն տարածքը Եվ ասում է արդյոք կանի, ասում է ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ կգործադրվեն այդ ճնշումը։ Հիմա ձեր մեկնաբանությունը։ Կրկին իրողություններից կտրված եւ ուժեղ բանակցողը կգա։ Եվ ուժեղ բանակցողները կան եւ ուժեղ բանակցողները Հայաստանը հասցրել են խաղաղության։ Պետք է այդ փաստի հետ հաշվի նստել եւ այդ կրկին կենաց է, որովհետեւ հապկի հետ Հայաստանը որևէ միտում չի ունեցել սառեցնելու իր հարաբերությունները հապկի հետ, որևէ քայլ չի կատարել, ընդհակառակը, եթե հիշում եք, երբ որ Ղազախստանում տեղի ունեցան իրադարձություններ, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջինը, այսինքն իր ողջ իրենից բխող բոլոր գործառույթներն իրականացրեց եւ ցույց տվեց, թե ինչպես պետք է աշխատել այս կառույցը, իսկ դրանից հետո, երբ որ Հայաստանը չէր նախագահողը եւ շատ ավելի լուրջ խնդիր էր առաջացել Հայաստանի տարածքային ամբողջականություն նկատմամբ հարձակում էր կատարվել, հապկը չկատարեց իր պարտավորությունները։ Ամբողջ իրականությունը սա է, նույնիսկ ոչ թե զորք չբերեց, չպատերազմեց Հայաստանի կողմից, քաղաքական հայտարարություն չարեց։ Հիմա ես չեմ հասկանում, թե ինչպես պետք է ուժեղ առաջնորդը փոխի իրողությունը։ Դա լավ հարաբերություններ ունի ուժեղ առաջնորդը Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունն ունի շատ լավ հարաբերություններ եւ Հայաստանի Հանրապետությունը որևէ քայլ չի արել, որպեսզի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները վատացնի։ Այսօր էլ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, որևէ մեկը չի կարող դա ժխտել։ Եղել են դրվագներ, դա հապկի եւ հայ-ռուսական դաշնակցի
այդ պահանջներն են, որոնք չեն կատարվել, անվտանգային ոլորտում մենք ունեցել ենք որոշակի խզում։ Ինչ վերաբերում է մեր տնտեսական հարաբերություններին, մշակութային հարաբերություններին, մյուս հարաբերություններին, խորհրդարանական հարաբերություններին, շաբաթ ազգային ժողովի նախագահը այցելելու է Ռուսաստան, մենք որևէ խնդիր չունենք Ռուսաստանի հետ եւ դա շնորհիվ նաեւ մեր ուժեղ առաջնորդի է։ Բայց տեսեք, նաեւ տնտեսական հարաբերություններն են շատ կարեւոր եւ մեր ձևով շարժումը տնտեսական ասպեկտին է իր ուշադրությունը դարձնում եւ ասում են, որ ուժեղ առաջնորդը որ կա, ինքը նաև տնտեսական հետաքրքրություններ է բերելու, ներդրումներ է բերելու եւ այդպիսով ինքը ավելի հետաքրքիր պետություն է դառնալու մյուսների համար եւ հետեւաբար մյուսները ավելի շահագրգիռ են լինելու։ Սա այդ մոդելը, որ գալու են, արդեն Հայաստանը հետաքրքիր երկիր լինելու այդ մյուս պետությունների համար եւ ստիպված են լինելու օրինակ Ադրբեջանի ճնշել եւ հայկական Հայաստանը արդեն իսկ շատ հետաքրքիր երկիր է ներդրողների համար եւ Հայաստանում ներդրումներ բավարար ծավալով չեն կատարվել վերջին 30 տարիների ընթացքում, որտեղ Հայաստանը եղել է կոնֆլիկտի մեջ։ Հիմա երբ որ խաղաղություն է հաստատել, ակնհայտ է, որ ներդրումային միջավայրը բարելավել են եւ դրա մասին միայն մենք չենք խոսում, դրա մասին խոսում են նաեւ միջազգային վարկանիշային ուրեմն էքսպերտները եւ ընկերությունները, երբ որ համադրում ենք արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումները եւ ներդրումներ բերելու տնտեսությունը զարգացնելու պատկերացումները, ըստ էության այդ տեսլական այն է, որ Հայաստանը, ինչպես է Հայաստանը առանց հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու, Իրենք չեն ասում, ասում են լավ հարաբերություն մենք ենք ուզում, բայց մեր պայմաններով, այսինքն, չգիտեմ, Արցախի վերադարձ կասեն, Արցախ վերադարձ կասեն, այսինքն վերադառնալով կոնֆլիկտ։ Այդ նախադասությունը նշանակում է վերադարձ պատերազմի։ Եթե մենք վերադառնում ենք պատերազմի, դա ուղղակիորեն նշանակում է ներդրումային միջավայրի վատթարացում եւ տնտեսական իրավիճակի վատացում։ Իսկ վերջի տարիների մեր խաղաղության օրակարգը ցույց է տվել, որ դա նաև էականորեն ազդում է տնտեսության զարգացման վրա։ Հայաստանում մեկ շնչի հաշվով հնան կրկնապատկվել է։ Մեր բոլոր ոլորտներում աճ է արձանագրվել туриզմ, ներդրումներ, արտահանում, ներմուծում եւ այլն։ Եվ այդ երկուսը հնարավոր չէ իրարից տարանջատել, հնարավոր չէ պահանջել եւ տարածքներ հարևանից եւ միևնույն ժամանակ չլինի կոնֆլիկտ եւ դրա հետևանքով տնտեսությունը աճի, այդպես չի լինում։ Եվ վերջում պարոն Խանդանյան J.D. Vance-ը պետք է Հայաստան ժամանի, արդեն այդ մասին հայտնի է, ինչի համար է գալիս պարոն Vance-ը եւ Ադրբեջան եւս պետք է այցելի ինչ օրակարգով։ Նախ ինչպես նշել է դա Միացյալ Նահանգների նախագահ առաջ մղելու խաղաղության օրակարգը եւ այն դերը, որ Միացյալ Նահանգները ունեցել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Բացի այդ նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները երբևէ այսպիսի բարձր մակարդակի չեն եղել, ավելի մոտ չեն եղել Հայաստանի եւ Միացյալ Նահանգները, որքան հիմա։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ, որ երբ որ անցած տարի հունվարին Հայաստանի արտգործնախարարը դեմոկրատ պետքարտուղարի հետ Անթոնի Բլինքենի հետ ստորագրում են ռազմավարական գործընկերության հռչակագիրը, բոլորը գուժում էին, որ դա չի աշխատելու, գնացող վարչակարգ 10 օր է մնացել, իսկ նրանք ստորագրում են, բայց ընդհակառակը կյանքը ցույց տվեց, որ դա միսուարյուն է ստանալու, այսօր շատ գործնական հարցեր կան։ Ինչպես հայտնի է դառնում նաև Միացյալ Նահանգների նախագահի հաղորդագրությունից, Հայաստանը Միացյալ Նահանգների հետ պատրաստվում է ստորագրել շատ կարևոր 1-2-3 համաձայնագիրը, որը վերաբերում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացմանը, ինչը մեր էներգետիկ անվտանգության տարիներ շարունակ քննարկվում էր։ Այո, առանձնահատուկ նշանակություն ունի Միացյալ Նահանգները 26 երկրի հետ, եթե չեմ սխալվում, նման համաձայնագիր ունի եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը եւս լրացնում է այդ երկրների շարքը եւ պետք է նշեմ, որ սա գործադիր մակարդակում ամենաբարձրաստիճան այցն է լինելու Հայաստան Միացյալ Նահանգներից, մինչեւ այդ Հայաստանը այցելել գործադիր մակարդակում միայն պետքարտուղարը Հիլարի Քլինտոնը, իսկ օրենսդիր մակարդակում նաև Ներկայացուցիչների պալատի նախագահը։ Պարոն Խանդանյան, շատ էր խոսվում հիմնարկեքի արարողության մասին, թրիփի հետ կապված, այդպիսի ինչ-որ բան լինելու է, գործնական ինչ-որ բան գետնի վրա տեսնելու ենք։ Գործնականում հետեւյալ, թե այցը ինչպես կզուգորդվի դրա հետ չեմ կարող ասել, որովհետև այցի ժամկետների մասին տեղյակ չեմ նաև, բայց գործնականում թե ինչ է տեղի ունենալու թրիփի հետ, դա Հայաստանի Միացյալ Նահանգների միջև պայմանագրի ստորագրումն է եւ վերջնական պայմանագիրը պետք է ստորագրի, եւ որը կստեղծի Թրամփ զարգացման ընկերությունը եւ արդեն այդ ընկերությունը կընդունի իր կանոնադրությունը եւ մյուս փաստաթղթերը։ Այդ ընկերության մեջ կարող են լինել այլ երկրների ընկերություններ, կազմակերպություններ,
Չէ, այդ ընկերության, ինչպես նշված է շրջանակում, այդ ընկերության հիմնադիրներն են լինելու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների 74 եւ 26% մասնաբաժիններով, բայց այդ ընկերությունները ունենալու են դոստր ընկերություններ այլ ենթակառուցվածքների համար, մալուխների, գազատարների։ Այ այստեղ դուստր ասեցիք, հիմա կգտնենք, ասեմ, որ կարող է ադրբեջանական եւ թուրքական ընկերություն։ Բոլոր հարցերը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կոնսենսուսով է որոշվելու։ Համատեղ որոշումներ։ Բոլոր այդպիսի հարցերը զգայունություն եւ կարեւորություն ունեցող հարցեր։ Վերջում, քանի որ եկանք այդ թեմային, մի հարց բաց էի թողել, պարոն Խանդանյան, բարձ է Միացյալ Նահանգները ինչ է ստանում թրիպով, բարձ է Ադրբեջանը ինչ է ստանում թրիպով, ինչ է ստանում Հայաստանը։ Հայաստանը ստանում է նախ տնտեսական օգուտներ, որովհետեւ այդ երկաթուղին եւ մյուս բոլոր ենթակառուցվածքները ճանապարհը, նավթամուղը, գազամուղը, երբ որ գործեն, Հայաստանը տարանցիկ վճարներից օգուտներ է ստանալու։ Հայաստանը ստանալու է ապաշրջափակում, այսինքն մեր երկիրը դառնալու է արևելքից արևմուտք հսկայական բեռնափոխադրումների տարանցիկ երկիր, ինչը շատ կարևոր է մեր տնտեսության զարգացման տեսանկյունից, եւ նաեւ Հայաստանը ստանալու է խաղաղություն, որովհետեւ անդադար երաշխավորներից ենք խոսում, բայց ամենակարևոր երաշխիքը դա առևտուրն է եւ խաղաղության խաչմերուկը, փոխկապակցվածությունները միմյանց հետ։ Շնորհակալ եմ, պարոն Խանդանյան։ CVK-ի եթերում զրուցեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։ Իսկ դուք անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, լայք եք այս տեսանյութը, կարող եք նաև մեկնաբանություններում թողնել ձեր կարծիքը, ցտեսություն կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։